Անցած գիշեր Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եւս մեկ զինվոր է զոհվել։ 20-ամյա զինծառայող Արսեն Աբրեստի Կարապետյանը հայկական կողմի արդեն երրորդ զոհն է վերջին 3 օրերի ընթացքում։ Պաշտպանության բանակը նաեւ տեղեկացնում է, որ մարտի 2-ի լույս 3-ի գիշերը հրադադարի ռեժիմը սահմանային շփման գծում խախտվել է շուրջ 200 անգամ։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետներից ու նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց։ Ամսի ամիս հակառակորդը ավելի է սրում իրավիճակը։ Ազատության հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը եւս մեկ անգամ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից բխող հետևանքների պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։ Ողջ ՀՀ եւ ԼՂՀ սահմանի երկայնքով հակառակորդը պահում է որոշակի լարվածություն։ Ցավոք, այսպես դանդաղ սահմանային պատերազմում առանց զոհերի չի լինում։ Իսկ այդ զոհերը չեն նշանակում, որ մենք չենք հաղթում կամ հակառակորդին մեր կամքը չենք պարտադրում։ Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրել այս հարցի վրա, որովհետև տարվա սկզբից շատ մեծ ջանքերի գնով, այդ թվում նաև միջազգային կառույցների ջանքերի գնով հաստատվել է, այսպես ասած, փխրուն ուրեմն կայունություն։ Ժամանակը չէ արդյոք, որ սահմանում անընդհատ աճող լարվածության հետ կապված Հայաստանը դիմի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հարցին Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա քաղաքական խնդիր է։ Ազգային ժողովի իշխող հանրապետական խմբակցության ղեկավար պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ազատության հետ զրույցում ասաց, որ հարցը քննարկման փուլում է եւ որ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին զարգացումների վերաբերյալ Հայաստանը պարբերաբար տեղեկացնում է ՀԱՊԿ-ին։ Ինձ թվում է, որ շարունակության դեպքում, շարունակականության դեպքում ՀԱՊԿ կարձականքի դրան եւ դա իրոք դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ արդեն բոլոր սահմաններն անցնում են եւ իրենց մամուլով կարծես թե անամոթաբար կարողանում են հեւ ինչ-որ ձևով վերագրել մեր կողմին, բայց ամբողջ միջազգային հանրությանը հայտնի է, որ մենք խնդիր չունենք, մենք հաղթող կողմն ենք եւ մենք պահպանելու խնդիր ունենք, ոչ թե գրավելու կամ ինչ-որ անկարգություններ ստեղծելու։ Քաղաքական քննարկումներից հետո, եթե անհրաժեշտություն առաջանա, ՀԱՊԿ քայլեր կձեռնարկի, կարծում է ՀՀԿ-ական պատգամավորը։ Միամիտ չենք կարծելու, որ ՀԱՊԿ հենց վաղը զորք կուղարկի պաշտպանելու Հայաստանի սահմանները, այդուհանդերձ այդ կառույցը ստեղծված իրավիճակից բխող հստակ հայտարարություն պետք է անի, ասում է Ժառանգություն խմբակցության քարտուղար անկուսակցական պատգամավոր Թևան Պողոսյանը։ Եթե մենք այդ կառույցի անդամ ենք, պետք է ամեն ինչ անենք եւ պայքարենք, որ այդ կառույցը սկսի աշխատել։ Իսկ սկսելու է աշխատել, երբ որ կլինի հայտարարություն, որից հետո նաեւ պետք է գործողությունների ծրագիր ունենա։ Նախկին արտգործնախարար ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ դեռ անցած տարվա օգոստոսին պետք է բարձրացվեր ՀԱՊԿ-ին դիմելու հարցը, երբ սահմանում լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Քաղաքական կամք պետք է դրսևորվի, որոշում կայացվի եւ գոնե արծարծվի այդ հարցը։ Այսինքն մենք չգիտենք մեր ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների, մեր պարտներների գնահատականը այս իրավիճակի վերաբերյալ։ Գոնե արտահայտվելու համար դիմենք, տեսնենք պատրաստ է այդ կառույցը իրականացնել այն, ինչը թղթին է տրվել ժամանակին եւ ինչով մեզ հրապուրել են այդ կառույցի մեջ մտնելու համար։ Եթե Ադրբեջանի սանձարձակ գործողություններին վերջ չտրվի, ապա դա հղի է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգով, նշում է նախկին արտգործնախարարը։ Իդեպ այսօր պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ առավոտայեմի հարցին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն եւս մեկ անգամի ցույց է դնում իր հրամարանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ։ Լրագրողի հարցին ի պատասխան ասել էր Էդվարդ Նալբանդյանը.